Տիկին ինչ կասեք դատարանի այս որոշման մասին, ակնկալում եք արդար որոշում, ձեր գնահատականը։ Բնականաբար մեր համար բացարձական սպասելի չէր դատարանի այս խայտառակ ու ամոթալի որոշումը, որովհետև մենք վաղուց արդեն համոզվել ենք, որ Հայաստանում արդարադատության համակարգը մոտենում է իր մահկանացուն կնքելու գործընթացին։ Ես իրականում ցավում եմ, որ գործող իշխանության կոնկրետ եւ ուղիղ հրահանգով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, այս դեպքում առաջին ացանի դատարանը դարձել է այսպես ձեռնասուն կամակատար ընդամենը եւ կայացնում է նման խայտառակ որոշում։ Բնականաբար իրավական ճանապարհով մենք գնալու ենք, փաստաբանները բողոքարկելու են այս ամեն ինչը, բայց բոլորին էլ հասկանալի եւ տեսանելի է, որ սա ընդամենը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական մանրախնդրություն է եւ քաղաքական վրեժխնդրություն է։ Ուրիշ գնահատական չեմ կարող տալ այս ամեն ինչին եւ ուղղակի նաեւ ցավում եւ ցավակցում եմ այսօրվա քննչական կոմիտեի բոլոր պատասխանատուներին, ովքեր իրենց այսպես ըստ երևույթին մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության այսպես ամեն տեսակի բարդույթները փորձել էին իրացնել եւ արդարացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակահատված արված տեսանյութի մոնտաժով, որովհետեւ այն էնտուզիազմով ըստ երևույթին, որ իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել։ Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ հրապարակային հայտարարել է, որ այո, ինքը սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու։ Այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ անգամ իր մորը զգուշացրել է, երբ գան տունը խուզարկության չան հանգստանա, եթե անգամ իրեն բերման ենթարկեն, քննչական կոմիտեի այսպես սանձազերծ պահվածքի արդյունքում ուղղակի հարձակում են գործում Գագիկ Ծառուկյանի բնակարանի վրա, գետնին են տապալում, ինչ որ շոու են ապահովում, փորձում եք ձեր ուժը ցույց տաք սրանով դուք ձեր ուժը ցույց չեք տալու, եւս մեկ անգամ ընդամենը ցույց եք տալիս, որ 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը միանձնյա ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պարկեցնել։ Այսպես խայտառակ նկարահանում, խայտառակ մոնտաժ, ընդամենը կրկնում եմ, ցավում եմ, որ մեր երկրում արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է գտնվում, իսկ մնացած առումներով մեր անելիքների հետագա գործողությունների մասին մենք հավելյալ կտեղեկացնենք։ Շնորհակալություն։